Տևական ժամանակ նաև Եվրոպական միության հետ ասոցիացման բանակցություններ էին վարում մինչև 2013 թվականը։ Ամենաբարձր մակարդակով հայտարարվում էր, որ Հայաստանը սահման չունի Եվրասիական տնտեսական միության հետ եւ այդ պատճառով հերանեկարը Եվրասիական տնտեսական միության անդամակցության ուղղակի Հայաստանի համար գոյություն չունի, հարցազրույցներ էին տալիս եւ այդ ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը ամենաբարձր ամբիոններից խոսում էր Եվրոպական միության հետ ասոցիացվելու առավելությունների մասին, մեկ էլ 2013 թվականի հայտնի սեպտեմբեր 3-ի իրադարձությունը մոտ եւ հեռու լինելու մասին մենք կարող ենք երկար խոսել իրականում կարծում եմ որ Եվրոպական միությանը Հայաստանի մերձենալու ամենամոտ ճանապարհը դա Թուրքիայի հետ սահմանն է եւ այն ինչ նախորդին տեղի էր ունենում Վրաստանի դեսպանատան առաջ ավելի ու ավելի մեզ պարտադրում է լրջորեն մտածել Թուրքիայի հետ սահմանը բողոքի ակցիա կոնյակագործները դուրս էին եկել Վրաստանը տևական ժամանակ արդեն մոտ 2 ամիս թույլ չի տալիս հայկական խմիչքների արտահանումը դեպի Ռուսաստան իր տարածքով որտեղ դու այլընտրանք չունես եթե դու կունենաս այլընտրանք Վրաստանը երբեք չի արգելափակի հետեւաբար բացի տնտեսական տեխնիկական հարցերից քաղաքական հարց կա Վրաստանը ցույց է տալիս իր ուրեմն առավելությունը, որտեղ քո միակ ճանապարհը Վրաստանն է։ Եվ չունենալով այլ ընտրանք, մենք ստիպված ենք ամեն անգամ առերեսվել այս խնդրին։ Կունենանք այլ ընտրանք, կունենանք այդ խոհեմությունը, հասունությունը եւ Թուրքիայի հետ սահմանի հարցում բոլոր խոչընդոտները վերացնելու գոնե համարձակություն, խիզախություն կունենանք։ Ուրեմն նաև այս տեսակ խնդիրներ չենք ունենա, որտեղ ակնհայտ է հիմա Ռուսաստանի ազդեցության ծավալների մեծացումը վրացական իշխանությունների վրա եւ հասկանալի է, որ հիմա երկրորդ ճակատն են բացում հայ-վրացական հարաբերությունները նորից վատացնելու եւ ես կարծում եմ եւ Վրաստանում եւ Հայաստանում մենք բոլորս պիտի հասկանանք մեր պատասխանատվությունը թույլ չտալու որպեսզի ռուսները ձեռքերը տաքացնեն հերթական ճգնաժամ առաջացնելու այս իրենց քաղաքականության վրա Հայաստանի եւ Վրաստանի միջև սա չենք կարող թույլ տալ Այսինքն այն ֆուտբոլային խաղից հետո դա դուք համարում եք այն ինչ տեղի ունեցավ ստադիոնում համարում եք սա դրանք էր դա Ես կարծում եմ որ այո դա որևէ պատճառ չունեցող որևէ հիմք չունեցող առավել եւս Երևանում այդպիսի ընդունելությունից հետո այդպիսի ջերմ ընդունելությունից հետո եւ մեր վերաբերմունքը վրացիներին նույնիսկ այդ դրանից հետո չի փոխվել Այսինքն դուք մատնանշում եք որ աշխատանք է տարվում Հայաստանի եւ Վրաստանի հարաբերությունները վատացնելու դա եւս այդ հիբրիդային պատերազմի մաս է կազմում Այդտեղ շահագրգռված են եւ Ադրբեջանը եւ Ռուսաստանը Կարծում եմ, որ մենք բավարար աշխատանք չենք կատարում միջազգային հանրության հետ այդ սահմանը բացելու ուղղությամբ։ Ես կարծում եմ, որ Միացյալ Նահանգների, Եվրամիության հետ պիտի սերտորեն աշխատենք եւ բոլոր այն խնդիրները, որ Թուրքիան ունի, թե Եվրամիության, թե Միացյալ Նահանգների հետ, դրանց հաղթահարելու ուղղությամբ մենք պիտի մեր նպաստը բերենք, որպեսզի հասնենք օրինակ Թուրքիայի հետ սահմանի բացմանը։ Այսօր Թուրքիան Եվրամիության հետ ազատ առևտրի նոր համաձայնագրի կարիք ունի։ Ես կարծում եմ, որ Հայաստանը այդտեղ պիտի դերակատարություն ունենա։ Հօգուտ Թուրքիայի։ Հօգուտ Թուրքիայի։ Պաշտպանելով Թուրքիային։ Եվ ցույց տա, այո, Եվրամիությանը ասի, որ ինքը շահագրգռված է, որ Հայաստանը շահագրգռված է, որպեսզի Թուրքիայի հետ Եվրամիությունը ազատ առևտրի այդ նոր պայմանագիրը ունենա։ Դա Ադրբեջանի գործոնը նվազեցնելու ճանապարհներից մեկն է համարում։ Ուզում ենք, որ Ադրբեջանը ավելի պակասացնի իր ներկայությունը ամբողջ քաղաքական եւ տնտեսական պալիտրայում Թուրքիայի։ Ուրեմն պիտի այդպիսի գործիքներ օգտագործենք, որտեղ մենք ուժեղ ենք, մենք պիտի այդ ուժեղ կողմի ազդեցության լծակները ավելացնենք եւ Թուրքիայի եւ Ադրբեջանի նկատմամբ։ Առնվազն 2024 թվականի ապրիլի 5-ի
Միացյալ Նահանգներ, Եվրամիություն, Հայաստան գագաթնաժողովի ընդհանուր տրամադրությունը եւ դրա արդյունքում ստեղծված հայտարարությունը մեզ թույլ է տալիս այդպիսի հարցերով մոտենալ Բրյուսելին եւ այդպիսի հարցեր քննարկել Բրյուսելին։ Մեզ ակնարկվել է դա։ Եվ ցույց տալ նաեւ Անկարային, որ Երևանը կարող է այսպիսի դերակատարություն ունենալ։ Սա դուք եք մտածել, թե ակնարկվել է, դուք եք մտածել։ Ես սրա մասին խոսել եմ Միացյալ Նահանգներում, խոսել եմ ամերիկացիների հետ, որ Միացյալ Նահանգների եւ Թուրքիայի միջև ահռելի հարցեր կան։ Եվ Թուրքիան պիտի իմանա Հայաստանի լոբիստական ջանքերի հնարավոր ազդեցությունը։ Եվ Հայաստանի եւ Թուրքիայի սահմանը բացելու դիմաց պիտի մենք քայլեր ձեռնարկենք, պիտի ջանքեր գործադրենք, որտեղ դա Հայաստանի թռիչքաձև տնտեսական աճի բանալին է։ Մեր ջանքերը բավարար չեն, որպեսզի այդ պատը ճեղքենք։ Քանի դեռ բավարար չեն, ադրբեջանական պատը անսասան մնում է այնտեղ։ Բայց եթե դա պետք լինի Միացյալ Նահանգներին եւ Եվրամիությանը, վստահ եղեք, որ այդ սահմանը կբացվի։ Անկախ նրանից խաղաղության պայմանագիր կստորագրվի թե ոչ։ Իսկ խաղաղության պայմանագիր չի ստորագրվի, քանի դեռ մենք մտածում ենք Ռուսաստանի հետ այդ պայմանագիրը ստորագրել, Ռուսաստանում ստորագրել թե չստորագրել, որովհետև Ռուսաստանը եւ խաղաղությունը ուղղակի անհամատեղելի են։ Ռուսաստանը եւ խաղաղության խաչմերուկը անհամատեղելի են։ Իրենց պատկերացրած Հարավային Կովկասը մշտական պատերազմների թատերաբեմ է, որտեղ իրենց ներկայությունը մշտապես պահանջված է այդ կոնֆլիկտները, այդ առնահոսությունը հնարավորինս կառավարելի դարձնելու պահպանելու։ Փաշինյանը դա գիտակցում է ըստ։ Ես հավատում եմ, որ խորապես գիտակցում է, բայց նրա գործողությունները դրանից չեն փոխվում, նրա վարքագիծը դրանից չեն փոխվում, ներքաղաքական մեծապես պատճառներով, որովհետև օրինակ ես գիտեմ, որ Պուտինը անձամբ արգելել է Ռոբերտ Քոչարյանին կաղանավորել։ Եթե դու ներսում չունես կենսունակ ինստիտուտներ, որոնք Պուտինին կասեն ոչ ամենայն հարգանքով, բայց ոչ, եւ դու քո ներքին քաղաքական եւ պետական ինստիտուտների ամբողջ աշխատանքը ենթարկում ես Պուտինի ցանկությանն ու կամքին, իհարկե գիտակցելով ես բոլոր իրողությունները, միևնույնն է գնում ես ստանդարտ ճանապարհով, որովհետև ներսից պայթյուն ես սպասում։ Ի վերջո մենք հոկտեմբեր 27 տեսած պետություն ենք։ Եվ այդ ականները, առնվազն նրանք, ովքեր հասունացրել են հոկտեմբեր 27-ը, այսօր քաղաքական դաշտում դերակատարներ են, անուններով կարող եմ ասել։ Ես Նայիրի Հունանյանին տեսած մեկն եմ։ Հրանտ Մարգարյանի անունն է ինձ տվել, Ռուբեն Հակոբյանի անունն է ինձ տվել, Վազգեն Մանուկյանի անունն է տվել։ Լավ է, որ հիմա հոկտեմբեր 27-ի, այո։ Այսինքն նրանք, ովքեր հանդիպել են Նայիրի Հունանյանին եւ հասունացրել են հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը։ Նայիրի Հունանյանին ներշնչել են, որ չի լինի Վազգեն Սարգսյանը, Հայաստանը կունենա ուրեմն լուսավոր ապագա։ Սա է եղել բանաձևը։ Այդ մարդիկ ուղակի ոգևորել, ներշնչել են այդ հանցախմբին, այդ տերորիստներին, քնչական մարմինները որոշեն ինչ են արել իմ նշած անձինք։ Ես հանդիպմանը ներկա եղել նաև քրեակատարողական ծառայության այդ հիմնարկի տնօրենը հուսամ ձայնագրվել է իմ շուրջ 4 ժամանոց հանդիպման ամբողջ ձայնագրությունը կա եւ հույս ունեմ, որ անջատված մասով այսօր քննություն է իրականացվում, ես իհարկե հարցաքննվել եմ այդտեղ, հույս ունեմ, որ նաև այդ իմ հանդիպման ամբողջ ձայնագրությունը կկցվի այդ գործին եւ անհրաժեշտ տեղեկություններ կստացվեն։ Սա կարևոր է նաև այս զրույցի համար, որ մենք մշտապես մեր մտքում ունենանք, որ մեր ներքին հակառակորդները, ներքին թշնամիները միջոցների առաջ խտրություն չեն դնելու եւ եթե իրենք ինչ որ պահի դերևս հավատում են, որ քաղաքակիրթ
միջոցներով կարող են Հայաստանում իշխանության հասնել, երբեք իրենց սեղանից չեն հեռացնում նաև ահաբեկչական ճանապարհով հաջողության հասնելու հնարավորությունը։ Հայաստանը չպիտի լինի անկախ։ Ռոբերտ Քոչարյանը հստակ ասել է, Հայաստանի լինելու գոյության միակ հնարավորությունը միութենական պետության մաս լինելն է, անկախ մնալու, իդեպ նրա պատկերացմամբ անկախ մնալու միակ հնարավորությունը միութենական պետության մաս դառնալն է։ Մի այդպիսի մեկն էլ կար, հիմա Ադրբեջանի Բաքվում է, օրինակ ասում էր, մեր ուրեմն հեռանկարը պիտի լինի Թաթարստանը։ Գոնե լինենք ոչ թե Չեչնիա, այլ Թաթարստան։ Այսինքն դրանից ավել այս մարդիկ չեն կարող մտածել, որտեղ իրենց քիմիայով, իրենց անատոմիայով, ամեն ինչով նրանք վասալներ են։ Անկախ Հայաստանի իրական թշնամիներ։ Եթե ընտրություն են դնում Ռուսաստանի թե Թուրքիայի հետ, նախ այդպիսի ընտրություն գոյություն չունի։ Ես կարծում եմ, որ մենք Ռուսաստանի հետ էլ, Թուրքիայի հետ էլ պիտի համարձակություն ունենանք ուրեմն հարաբերվել։ Բայց ավելի դաժան բան ասեմ։ Եթե ընտրությունը Ռուսաստանի եւ Թուրքիայի միջև է, ես ընտրում եմ Թուրքիան։ Որտեւ Թուրքիան ասում է, որ մեր թշնամին է։ Եվ մենք մեր հարաբերությունները կառուցելիս նկատի ունենք, որ մեր դիմաց հակառակորդ երկիր է։ Ռուսաստանը մինչդեռ ասում է, որ մեր դաշնակիցն ու եղբայրն է եւ դանակով հարվածում է մեր մեջքին։ Այսինքն եւ Թուրքիան եւ Ռուսաստանը թշնամի են ասում։ Բայց որոնց հետ պիտի հարաբերվենք եւ իրերը պիտի կոչենք իրենց անուններով եւ պիտի գնահատենք, թե օրինակ Թուրքիան ինչու է շահագրգռված, որ Ռուսաստանը Հայաստանից չհեռանա։ Որովհետեւ Ռուսաստանի հետ միշտ կարողացել են պայմանավորվել, թե ինչպես մեր կյանքերի եւ տարածքների հաշվին հարցեր լուծեն։ Մինչդեռ նա, ով կգա Ռուսաստանի փոխարեն, Թուրքիան չի կարողանա նրա հետ պայմանավորվել։ Հայաստանը ռազմավարական որոշում չունի այս ուղղություններով։ Եվ մեր այս լարախաղացությունը ավելի ու ավելի ընդգծում է այս ամորֆ քաղաքական մենք չունենք որոշակիություն։ Մենք շարունակում ենք մնալ Եվրասիական տնտեսական միության անդամ, բայց օրենք ենք ընդունում Եվրոպական միության անդամակցելու գործընթացի մեկնարկի վերաբերյալ։ Կոչվում է բալանսավորում։ Սա խայտառակություն է։ Պարոն Բաբաջանյան, բալանսավորում է կոչվում։ Ես ես ասեմ, առաջին քայլը, որ մենք պիտի անենք, եւ ես հույս ունեմ, որ ընտրություններում մենք կունենանք բավարար աջակցություն այդ իմաստով, նախ Եվրոպական միության հետ բանակցությունների մեկնարկ ազդարարելն է, որին պիտի նախորդի Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի դուրս գալը։ Ժամ առաջ Հայաստանը պիտի ԵԱՏՄ-ից դուրս գա, ել չեմ ասում հապկից, եւ ես հասկանում եմ, որ դրանք պիտի տնտեսական շատ որոշակի ազդեցություն, կորուստներ պիտի նշանակեն։ Այդ հարցերը արդեն բանակցված են Եվրոպական միության պաշտոնյաների հետ, կարծում եմ պետք է վերաբանակցել եւ պետք է շատ լավ կազմակերպված, պատրաստված պաշտոնյաների մեծ խումբ պատրաստել, որոնք կկարողանան Եվրոպական միության հետ բանակցել մեր տնտեսական, պաշտպանական, անվտանգային, էներգետիկ կարողությունները զարգացնելու, ամրապնդելու ուղղությամբ։ Սա այլ ընտրանք չունի։ Մենք չենք զարգանալու ԵԱՏՄ-ում։ Հայաստանը ԵԱՏՄ-ում է ոչ թե զարգանալու, այլ նրա զարգացումը ուղղակի թույլ չտալու համար։ Իսկ ընդհանրապես մեր տարածաշրջանում կենսունակ պետություն լինելու, պաշտպանունակ եւ անվտանգային իմաստով ապահոված երկիր մնալու համար մենք տնտեսական կարողությունների կարիք ունենք, մենք տեխնոլոգիական կարողությունների կարիք ունենք, մենք տիեզերական նաեւ արբանյակային կարողությունների հետախուզական եւ կապի միջոցների կարիք ունենք։ Սրանք չունենալով մենք չենք կարող մրցունակ լինել եւ պահանջված լինել տարածաշրջանում։ Ամենակարևորը իհարկե էներգետիկ կախվածությունը վերացնելու հարցն է եւ Westinghouse-ի պաշտոնյաները գիտեք վերջերս Հայաստանում էին, Միացյալ Նահանգների հետ ձեռք են բերվել նախորդ տարի կարևոր պայմանավորվածություններ, բայց այդ ուղղությամբ աշխատանք չի արվում։ Այս պահին շատ կարևոր է, որպեսզի մենք մնայուն աշխատանքային թիմ ունենանք թե Բրյուսելում, թե առանձին մայրաքաղաքներում եւ թե առավելապես Վաշինգտոնում։ Այնտեղ հիմա հարաբերությունների ամբողջ նոր կառուցվածք է ձևավորվում եւ երկրներին դիտարկում են բիզնես
գործընկերության պրիզմայով են դիտարկում եւ մենք պիտի տեսնենք թե ինչ կարող ենք առաջարկել ամերիկացիներին տնտեսական, քաղաքական, աշխարհաքաղաքական եւ աշխարհատնտեսական իմաստներով, որպեսզի կարողանանք նաեւ պահանջված լինել որպես գործընկեր, որտեղ եթե մենք մտածում ենք, որ Տրամպի վարչակարգի հետ կարող ենք շարունակել այսպես միայն ինչ որ բան ստանալու ակնկալիքով աջակցություն ստանալ, չի լինելու այդպիսի բան։ Պետք է մտածել ինչ ենք առաջարկելու եւ դրա դիմաց ինչ ենք պահանջում։ Գերմանիայում Միացյալ Նահանգների դեսպանը հանդիպել է Գերմանիայում Հայաստանի դեսպանի հետ եւ միասին իրանք քննարկել են Միացյալ Նահանգներ Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների հարցը։ Այսինքն նաեւ պաշտպանության նախարարն է Գերմանիայում, որտեղ նախորդին հանդիպել է Գերմանիայի պաշտպանության նախարարի հետ, գիտեք նաեւ պաշտպանական ինչ ահռելի ծախսեր է անում Գերմանիան իր բանակը ոտքի կանգնեցնելու համար եւ այստեղ ահռելի կարևորություն ունի առաջատար Գերմանիան Հայաստանի համար, Եվրոպական միության համար առաջատար Գերմանիան, որը փաստորեն նաեւ Ֆրանսիայի հետ դառնում է Հայաստանի համար կարևոր գործընկեր ոչ միայն տնտեսական, այլև պաշտպանական եւ անվտանգային հարցերում։ Առանց ներսում այս աղբը վերացնելու, առանց ձեռքերը քշտելու այս աղբը ուղակի հեռացնելու մենք չենք կարող արտաքին քաղաքական հիմնարար հարցեր լուծել։ Հետևաբար հարաբերությունները Եվրամիության, անդամակցությունը Եվրամիության հետ, Միացյալ Նահանգների հետ հարաբերություն, Ռուսաստանի հետ հարաբերություն, Թուրքիայի հետ հարաբերություն, Ադրբեջանի հետ խաղաղություն հնարավոր է, եթե մենք ներսում ունենք դրա համար նպաստավոր իրավիճակ, նպաստավոր քաղաքական միջավայր։ Այս ներքին թշնամիների նախկին այս ամբողջ մեր պետությունը ունեզրկած գեղեցկած այս շրջանակների ներկայությունը քաղաքական դաշտում մեզ ոչ խաղաղություն է թույլ տալու ունենալ, ոչ խաղաղության խաչմերուկ, ոչ հարաբերություններ բոլոր այն սուբյեկտների հետ, ովքեր ճանաչում են Հայաստանի ինքնիշխան, անկախ ժողովրդավար գոյության հարատևության իրավունքը։